Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր քայլ է որակել Ադրբեջանի իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է եւ ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի նախագահի այս քայլը տեղի ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող բան։ Ղազախստանից Ադրբեջանով եւ Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ, նշել է Փաշինյանը Թբիլիսիում կայացած Մետաքսի ճանապարհ համաժողովում։ Վարչապետը նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի հետ ընթացող դրական երկխոսությունը հույս է տալիս մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի բացման։ Նրա խոսքով Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ։ Թբիլիսիում կայանալիք Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովից առաջ Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն արդյունավետ բանակցություններ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետների հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական գործընկերության օրակարգին, առևտրատնտեսական եւ մշակութային գործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը նաեւ անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչը Կոբախիձեի խոսքով նոր խթան կհանդիսանա տարածաշրջանային կայունության համար։ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի ընթացքը։ Հանդիպման ավարտին Վրաստանի վարչապետը Փաշինյանի պատվին կազմակերպել է պաշտոնական ընթրիք։ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված դրական զարգացումների կապակցությամբ։ Ոգևորված եմ խաղաղության գործընթացում վերջին քայլերով, հատկապես Ադրբեջանի որոշմամբ վերացնել դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, գրել է նա X-ում։ Վաղ շաբաթում հոկտեմբերի 22-ին մեկնարկել է ավականու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև նոյեմբերի 14-ը։ Ավականու ընտրություններին կմասնակցի 8 քաղաքական ուժ՝ Հաղթանակ դաշինք, Համահայկական ճակատ, Հանրապետություն, Մայր Հայաստան, Ազատ դեմոկրատներ, Ժառանգություն, Քաղաքացիական պայմանագիր, Հայրենիք։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի շուրջ 70,000 քվեարկող։ Վաղ շաբաթի տարբեր բնակավայրերում կբացվի 47 ընտրատեղամաս։ Ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։ Հայաստանի եւ Լեհաստանի միջև տնտեսական գործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում նոյեմբերի 18-ից 19-ը Վարշավայում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Երևանում դիմակավորված անձինք ներխուժել են հյուրանոց, մի քանի մարդ ձերբակալվել է։ Հոկտեմբերի 10-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոց է ներխուժել դիմակավորված խումբ։ Զենքի սպառնալիքով նրանք մուտք են գործել մի քանի սենյակ, կապ կպել օտարերկրյա քաղաքացիներին եւ հափշտակել բջջային հեռախոսներ ու գումար։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 4 հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, դիմակներ եւ ձեռնոցներ։ Ավազակության դեպքով հարուցվել է քրեական գործ, քննությամբ պարզվել է, որ հարձակումը կազմակերպել են 9 տղամարդ, 1 հայաստանցի եւ 8 օտարերկրյա։ Նրանցից 5-ը, այդ թվում 41-ամյա երևանցին արդեն ձերբակալվել են, իսկ մնացած 2-ի որոնումը շարունակվում է։ Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են գողոն հանդիսացող իրեր, բջջայիններ, պլանշետներ եւ գումար, քննությունը շարունակվում է։ Ադրբեջանում մեկնարկել են այդ երկրի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են երկու պետությունների զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Զորավարժությունների գլխավոր նպատակը երկու երկրի հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայող զինվորականների միջև գործակցության խորացումն է։ Ապագործակալության փոխանցման բանկոտրում գործընկերություն 2025 անվանումը գրող զորավարժություններում հատուկ ջոկատայիններից բացի ներգրաված են մի քանի միավոր զրահատեխնիկա, ռազմական ավիացիա եւ անօդաչու թռչող զարքեր։ Գիշերը Կիևը եւ Ուկրաինայի շրջանները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների, որոնց հետևանքով կա 6 զոհ։ Ռուսական կողմը եւս հայտնել է ուկրաինական հարվածների մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում ռուսական հարվածների զոհ է դարձել 6 մարդ, 17 մարդ վիրավորվել են։ Ռուսական կողմը այս հարվածը չի մեկնաբանել։